Աջափնյակ համայնքի Հալաբյան 3 շենքի 31 ընտանիք չի պատրաստվում լքել իր բնակարանը։ 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել նույն համայնքի Սիսակյան փողոցի նորակառույց։ Ոչ համարժեք փոխհատույց է այդ Սիսակյան 22-ը։ Օրինակ իմ բնակարանը 67 քառակուսի մետր է, ինքը ունի իր քառակուսի մետրի արժեքը, այնտեղ 10 քառակուսի մետրից պակաս է եւ այնտեղ ուրիշ արժեք է։ 51 տարվա շենքի նկուղային հատվածում արդեն 3 տարի է ջուր է լցվում։ Բնակիչների խոսքերով իրենք դիմել են թե համատիրություն, թե քաղաքապետարան ստուգումներ անելու համար, սակայն որևէ արդյունքի չեն հասել։ Հիմա էլ վարկած կա, որը ասել են մեր համատիրության նախագահ Բաբլոյանը, որ իբր մանկապարտեզի կոյուղու ջրերը լցվում են մեր շենքի տակ։ Ասել է ու ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Շենքը փլվում է, մենք էլ սարսափած վիճակում ապրում ենք։ Բնակիչներն իրենց տները կլքեն միայն համարժեք փոխհատուցման դեպքում, նրանք դեմ չեն նաև շենքը վերանորոգելու տարբերակին, սակայն Երևանի քաղաքապետարանը նման մտադրություն չունի։ Այս մասին նրանց հայտնի է դարձել փոխքաղաքապետ Կամո Արեյանի այցից հետո։ Ինքը երբ եկավ առաջի անգամ տեսավ, ասեց, «Էս ինչ է սարքենք, պետքա քանդվի այս շենքը, ակնադիտական հետազոտումից հետո»։ Ես անձամբ ապշեցի, շենքը վատ վիճակում չէր ու ինչ որ մի չինովնիկ միանգամից որոշում է, որ շենքը պետք է քանդվի։ Իդեպ 2005 թվականին շենքը վերանորոգել է Հայաստան հիմնադրամը, սակայն դրանից հետո այն ավելի անմխիթար վիճակում է հայտնվել։ Իրանք ոչ մի բան էլ չեն արել ընդհանուր առմամբ, ոչ մի բնակիչի տուն չեն մտել, ոչ մի հիմնական պատ չեն ամրացրել։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPV։